Ի սկզբանե բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրեն եւ տեղակալների վարքավճարները վերջիններիս կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ ձևավորվեցին եւ մենք հենց առաջի ամսվանից իմ նշանակումից հետո մինչև 200,000 դրամ համակառն եկամուտ ունեցող հեծի աշխատակիցներին լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20,000 դրամ պարգևատրումներ սահմանեցինք եւ արդեն 4-րդ ամիսն է կստանան մեր գործընկերները։ Արդյունքում ավելի քան 1700 աշխատակիցներ օգտվում են այդպես Այսինքն ցածր աշխատավարձի, ցածր հեծի ցածր աշխատավարձի սեգմենտում աշխատող մարդկանց համար այդ համակարգը ներդրվել է։ Այո, միջինացված 10-ից մինչև 20% բարձրացում է տեղ ունեցել փաստացիորեն։ Ասեմ, որ վստահաբար մեկ անգամյա, երկու անգամյա, երեք անգամյա, թե շարունակվում է, այսինքն դա շարունակական է, քանի դեռ մենք չենք կարողանում դրույքաչափի եւ հաստիկացուցակների վերանայում անենք, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենի խորհրդին։ Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք եւ սեփականատերի փոփոխություն տեղի չի ունեցել, մենք մեր այդ քայլով 10-ից 20% բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը, նաեւ համեմատության համար ասեմ, վստահաբար գիտեք, մեր երկրում վերջին ամիսների ցուցանիշներով միջին աշխատավարձը 320,000 դրամ է ամսական, հեծի շուրջ 6,800 աշխատակիցներից ուղիղ կեսը, 3,400 մոտ աշխատակիցներ վարձատրվում են 300,000 դրամից ցածր չափով, իսկ նրանցից ավելի քան 1,700-ը չեն հաղթահարում 200,000-ի շեմը։ Եվ ահա ամենախոցելի այսպես սոցիալական շերտին մենք լրացուցիչ 20,000 դրամական ամսական միանվագ պարգևատրումներ ենք։ Ես կարծում եմ, որ դա կապված է նաև աշխատանքի որակի հետ, չէ, որովհետև ենթադրում եմ, որ այդ մարդիկ են հատվածն են, որոնց աշխատանքը անմիջապես աշխատանքի արդյունքը երևում է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վրա։ Այո, դա սպասարկման շղթայի, արժեշղթայի ստորին օղակն են, հիմնականում մանձորներ, տեսուչների մի որոշ ուրեմն քանակ, ինչպես նաև վարորդներ, բանվորներ, տարբեր խնդիրներ կատարող հերթապահություն իրականացնող մասնագետներ 300,000-ից մինչև 600,000 սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ եւ նաեւ կարեւոր եմ համարում շեշտելու, որ նաեւ վարձատրության այդ աշխատավարձերի կառուցվածքը մեծապես կախված է նաև արդյունքային ցուցանիշներից ամսական, կորուստների աճի հնարավոր, անջատումների, խափանումների, հետևական վերացումների արդյունքում վերլուծվում են տեղամասի պետերի, ցանցի պետերի կողմից եւ ներկայացվում են լրացուցիչ պարգևատրումների։ Ես առանձնատուփ եմ շեշտել, որ այդ 20,000-ները չեն վերաբերում որևէ ցուցանիշի, դա պարզապես միանվագ տալիս ենք մեղմելու սոցիալական վիճակը մեր աշխատակիցների։